2019 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց լյարդի փոխպատվաստում, որ դեպքում այն իրականացվում, ինչպես կարելի է խուսափել այս փուլից։ Այս եւ այլ հարցերի մասին կզրուցենք Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հայությունյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Դերևս մեր զրույցը սկսենք լյարդի վերաբերյալ ընդհանուր գաղափար տալով, ինչ այն իրենից ներկայացնում եւ ինչ դեր է խաղում մեր օրգանիզմում։ Նախ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Լյարդը բավականին հետաքրքիր օրգան է, այն ամենախոշոր մարսողական գեղձն է, մոտ կշռում է 1000-ից 1500 գրամ եւ կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ։ Մասնավորապես նա սինթեզում է բոլոր այն կարևոր սպիտակուցները եւ մասնակցում է բոլոր այն ածխաջրերի ու նյութերի փոխանակությանը, որոնք որ մտնում են մեր օրգանիզմ, ունի հզոր պաշտպանիչ եւ չեզոքացնող թույների չեզոքացնող հատկություն, ինչպես նաեւ սինթեզում է մի շարք նյութեր, որոնք որ պետք են մեր արյունաստեղծ համակարգի պրոցեսների մասնակցելուն, արյունամակարդմանը, մի շարք նյութափոխանակությանը։ Չկա գրեթե մի օրգան, մի համակարգ, որի մեջ նրա դերը մասնակցությունը տեղի չունենա։ Բոլոր այն թույները, որ մենք մեր օրգանիզմը ներեմուծվում, ցանկացած տեսակի դեղորայք կլինի, որոշակի նյութեր կլինեն, բոլորը անցնում են լյարդով եւ չեզոքացման այդ համակարգով, մեր պաշտպանիչ համակարգով նրանք չեզոքացվում են։ Այնպես որ լյարդը մեր օրգանիզմի շատ կարևոր, կենսական կարևոր օրգաններից մեկն է եւ շատ կարևոր է նրա մասին իմանալ նրա համար, որ նա երկար ժամանակ կարող է լինել ախտահարված եւ իր մասին լուր որևիցե նշան չահազանգել, չասել, նշան ցույց չտալ եւ մենք չիմանանք, որ մենք ունենք լյարդի խնդիր։ Բայց ամեն դեպքում կլինեն հուշող նշաններ։ Հուշող որոշակի նշաններ կլինեն, բայց դրանք գուցե հենց անմիջապես լյարդի հետ կապված չեն։ Օրինակ, ընդհանուր թուլություն, մկանացավեր, ախորժակի բացակայություն, մարսողության որոշակի խանգարումներ, որոնք թե գրեթե կարծես հենց անմիջական դեպի լյարդի կողմը չեն գնում։ Լյարդը ունի շատ մեծ վերականգնողական հատկություն, իր ուժերը մոբիլիզացնելու եւ այն մյուս բջիջների, լյարդային բջիջների փոխարեն, որոնք որ չեն աշխատում կամ վնասվել են տարբեր ազդակներից, նրանց փոխարեն էլ աշխատելու, այսինքն իր կոմպենսացիոն մեխանիզմը շատ մեծ է։ Հետևաբար մենք շատ լավ կլինի, որ ոչ թե հասնենք լյարդային հիվանդության նոր հետազոտվենք, այլ անկախ գանգատից, անկախ որևիցե մի խնդրից, տարին մեկ անգամ ընդամենը մեկ հետազոտություն, սոնոգրաֆիկ թեկուս հետազոտություն լյարդը գնահատելու համար եւ որոշակի բիոքիմիական անալիզներով լյարդային ֆերմենտները ստուգենք, որպեսզի համոզվենք, որ մեր լյարդը առողջ է եւ այն ուրեմն ծառայում է մեր օրգանիզմին շատ լավ վիճակում։ Որ տարիքից պետք է սոնոգրաֆիային դիմեն։ Տեսեք, սոնոգրաֆիային դիմում են հետեւյալ կերպ. Եթե մարդը ունի օրինակ ճարպակալում, եթե նա ունի նյութափոխանակության խանգարումներ, ուղեկցող որևիցե հիվանդություն, հատկապես շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ կամ այնպիսի հիվանդություններ, որոնց ժամանակ նա պարբերաբար երկարատև խմում է դեղորայք, ապա ցանկալի է, որ այդ հետազոտությունները ավելի վաղ տարիքից սկսվեն։ Իսկ եթե որևիցե գանգատ չունի, առնվազն 40 տարեկանից անց, պետք է մարդը պարբերաբար ստուգվի ոչ միայն լյարդը, այլ նաև բոլոր այն օրգանները, որոնք որ թիրախային կարող են լինել։ Օրինակ, կնոջ համար կրծքագեղձը, տղամարդու համար շագանակագեղձը, երկու սեռերի մոտ էլ հաստաղիքը, ստամոքսը, դրանք հետազոտություններ են, կրծքագեղձի մամոգրաֆիա, շագանակագեղձի հետազոտություն կամ էնդոսկոպիա, կամ լյարդի հենց բուն հետազոտություններ, որոնք որ վաղ հայտնաբերում են կամ նախնական փուլում են գտնում խնդիրը եւ այդ փուլում հայտնաբերելու դեպքում գրեթե եթե չասեմ 100%, անգամ 99%, ուրեմն խնդիրները կարող են շուտ հայտնաբերվել եւ վաղ հայտնաբերվելու դեպքում նաեւ հրաշալի բուժվել վերջնական արդյունքով։ Իսկ ուշ փուլերում, երբ որ արդեն մարդը դիմում է մեզ դեղնած, որովայնում հեղուկ կուտակված, տարբեր գլխուղեղի հետ կապված ուրեմն էնցեֆալոպաթիաներով, քանի որ լյարդը չի կարողանում թույները չեզոքացնել, անցնում է այդ թույները նաև ուղեղի հեմատոէնցեֆալիա այդ թաղանթի միջով անցնում է էնցեֆալիկ բարիերը եւ ուրեմն թույները ազդում են ուղեղի բջիջների վրա եւ սկսում են զանազան փոփոխությունները։ Այդ դեպքում ավելի ուշ փուլում դիմաց պացիենտին օգնել եւ վերջնական բուժում տրամադրելը շատ ավելի բարդ է, դժվար է եւ գուցե նաեւ անհնար։ Օրինակ տղամարդկան շրջանում հատկապես տարածված է, չէ՞, մեծ որովայնը։ Այո։ Դա ահազանգ է, որ ստուգեն լյարդը։
Այո, տեսեք, ուրեմն տղամարդկանց մոտ էլ կանանց մոտ էլ կարող է որովայնի առաջային պատի ճարպակալումը, մեծ որովայն ունենալը, նախկինում եթե կարծում էին, որ հարուստ է, լավ է, առողջության եւ ինչ որ հարստության նշան է փորիկ ունենալը, հիմա այդպես չէ եւ հակառակը, ինչպես որ որովայնի առաջային պատն է ճարպակալում, այնպես էլ ճարպակալում է լյարդը։ Իսկ երկարատև ճարպակալած լյարդը առաջացնում է լյարդի բջիջների բորբոքում հեպատիտ, ճարպային ուրեմն ոչ ալկոհոլային ճարպային հեպատիտ, ինչն էլ կարող է վերածվել ստեատոհեպատիտի եւ այդ ճարպային կաթիլների կուտակման հետևանքով լյարդի բջիջները աստիճանաբար մահանում են եւ նրանց տեղը զարգանում է շարակցական հյուսված, որը կոչվում է հենց ցիրոզիկ փոփոխություններով լյարդ։ Այսինքն ճարպակալումից դեպի լյարդի ցիրոզ աստիճաններ են, որոնք որ հեպատիտ, ստեատոհեպատիտ եւ ուրեմն լյարդային ցիրոզի անցման կարող է վերածվել։ Մյուս խնդիրը, որը տղամարդկանց մոտ ինչու է ավելի հաճախ հանդիպում լյարդային խնդիրները, որովհետև նրանք ավելի հաճախ չարաշահում են ալկոհոլը։ Որոշակի դեղորայքներ, տոքսիկ նյութեր կարող են նաև ազդել, հա։ Հետևաբար ճիշտ սնվել, առողջ ապրելակերպ ունենալ եւ ավելորդ քաշի դեմ պայքարել ոչ միայն լյարդի համար, այլ ամբողջ օրգան համակարգերի համար, սիրտ, նյութափոխանակություն եւ ընդհանրապես բոլոր օրգանները շատ կարեւոր է։ Դեղերից խոսեցիք, հատկապես բուսական ծագման դեղեր են մարդիկ շատ օգտագործում։ Ես կարծացել եմ, որ կատվախոտը օրինակ վնասում է լյարդին, այդ մեր իմացած վալերիան կան, այդպես է։ Տեսեք, ուրեմն դեղորայքը հատուկ ունի ցուցում, ինչի համար է մարդը խմում դեղ։ Մարդիկ կան, որոնք առանց իմանալու օրինակ խմում են լեղամուղ դեղամիջոցներ, օրինակ անթառամի թուրմ, չգիտեմ ինչ որ դառը լեղամուղ նյութեր, բայց իրենց դա հակացուցված է, որովհետև ունեն լեղապարկում կամ լեղուղիներում սլաջեր, քարեր, նստվածքներ եւ հետեւաբար այդ դեղամիջոցները խմելով հակառակը նրանք մղում են, որ լեղուղիները կան փակվեն այդ քարերով։ Մյուս դեղորայքները, որոնք հաճախ վնասում են լյարդը, դրանք հորմոնալ դեղորայքներն են։ Օրինակ կանանց մոտ հակաբեղմնավորիչ դեղորայքների հաճախակի եւ անտեղի օգտագործումը կարող է եւս հանգեցնել լյարդում բարվորակ եւ անգամ երբեմն չարվորակ գոյացությունների, նորագոյացությունների առաջացման մեծ ռիսկի բերել։ Հետևաբար դեղը ուղակի խմել առանց բժշկի նշանակման կամ որ հարևանին օգնել է կամ մեկ ուրիշը խորհուրդ է տվել, երբեք չի կարելի։ Դեղը ունի հստակ ցուցում, նշանակում բժշկի կողմից, դոզա, ինչ դեղաչափով խմել, որովհետև տարբեր մարդկանց մոտ տարբեր դեղաչափեր են կիրառվելու եւ ամենակարևորը նաեւ տևողություն, որքան ժամանակ պետք է մարդը խմի։ Մարդիկ կան, որոնք մի դեղ նշանակված է բժշկի կողմից եւ նրանք տարիներով խմում են առանց եւս մեկ անգամ բժշկի դիմելու կամ գոնե անալիզներ հետազոտելու, որ հասկանան այդ դեղ այլևս իրենց պետք է թե ոչ։ Գուցե պետք է դոզան ավելացնել, գուցե պետք է դեղի անվանումը փոխել կամ ազդող նյութի խումբը փոխել։ Հետևաբար ուղղակի դեղորայք խմել կատեգորիկ չի կարելի։ Այն ինչը որ համընդհանուր ընդունված է բժիշկների կողմից միշտ ասվում է, բայց ցավոք սրտի մենք հաճախ ենք հանդիպում մարդիկ, որոնք որ տեղին, անտեղին պետք չի խմում են ցավազրկողներ։ Տեղին, անտեղին պետք չի խմում են անտիբիոտիկներ, տարբեր ուրեմն իմունիտետը լավացնող դեղորայքներ, շատ հաճախ էներգետիկ ըմպելիքները, որոնք որ այդ էներջայզերներն են, չգիտեմ, նյութափոխանակությունը լավացնողներ են կամ ճարպերը կարծես թե մաշողներ են, շատ լավ գովազները հնչում են, որ անմիջապես օգտագործեք, գնեք այս դեղը, բժիշկները չեն ուզում դրա մասին իմանալ, նման բան չկա։ Եթե կա առողջության համար որևիցե մի դեղորայք, բնականաբար բոլոր բժիշկներն ուզում են օգնել հիվանդներին, բայց այդ դեղերը, որոնք որ հավելումներ են, բիոակտիվ դաբավկաներ են, հա, դրանք ուղղակի ինքնանպատակ խմել կամ նույնիսկ վիտամիններ աննպատակ խմել չի կարելի։ Այդ կատվախոտը Կատվախոտի մասին կոնկրետ ես այդպես չեմ կարող ասել, որ ունի նա լյարդը վնասող հատկություն, բայց կարելի է դրա մասին ուսումնասիրել։ Ես խոստանում եմ դրա մասին ավելի մանրամասն ձեզ հաջորդ հաղորդման ժամանակ կասեմ։ մեր հայ քիմիկոսները փորձում են բուսական ծագման դեղորայք ստանալ լյարդի ցիրոզի բուժման համար։ Կա ընդհանրապես համագործակցություն գիտնական եւ բժիշկ։ Տեսեք, միջև դեղը անցնում է իր կլինիկական փորձարկումները, նրանք տարբեր կենդանիների վրա անցնում են փորձարկումներ։
Ցավոք սրտի Հայաստանը այն դեղագործական կամպանիաների ուրեմն ցանկում չի արտադրող կամպանիաների, որոնք որ կարող են մեծ ավանդ ու ներդրում ունենալ, որովհետև մեր ռեսուրսներն են սահմանափակ, բայց ես կարող եմ նաև հպարտությամբ ասել, որ մենք շատ լավ տեղագետներ ունենք, շատ լավ բժիշկներ, գիտնականներ ունենք, որոնք որ եւ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում եւ փորձում են տարբեր ուղղություններով իրենց ոլորտում առաջատարը լինել։ Ուղղակի այստեղ դեղը միջև անցնում է փորձարարական հետազոտությունները եւ արդեն թույլատրվում է, որպեսզի մենք կիրառենք մարդուն։ Ես որպես կլինիցիստ, բուժող բժիշկ, վիրաբույժ չեմ կարող ուղղակի մի գիտնականի հայտնագործությունը կամ գուցե նրա հիպոթեզը, որ այսինչ խոտաբույս, այսինչ դեղորայքը կարող է օգնել, փորձարկել իմ պացիենտին։ Հա, ուրիշ բան, որ մենք գիտենք որոշակի խոտաբույսերի ազդեցությունները, լեղամուղ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ եւ ենթադրում ենք, որ դա գուցե վնաս չի տա մարդու օրգանիզմին, ինչու՞ չէ, կարող է նաեւ որոշակի դեպքերում օգնել, բայց որ արմատապես հրաժարվենք դեղորայքային բուժումից, այսինքն բժշկական, ուրեմն կոնսերվատիվ բուժումից եւ անցնենք հոմեոպաթիային, դեղորայքային, խոտաբույսային բուժմանը, ես դրան այդքան համաձայն չեմ։ Շատ հաճախ լինում են պացիենտներ, որոնք ունենում են ուռուցքային հիվանդություններ, ցավոք սրտի ուշ ստադիաներում մեզ արդեն դիմաց, եւ երբ որ հասկանում են, որ այստեղ վիրահատություն անել հնարավոր չէ, քիմիոթերապիան, իմունոթերապիան կամ մեկ այլ ճառագայթային բուժումը արդյունավետ չէ, նրանք փորձում են հոմեոպաթիկ տարբեր դեղամիջոցներ օգտագործել, ընդ որում կարող են դրանք թույներ լինել, նավթ են փորձում օգտագործել, կարիճի թույն են օգտագործում, վերջերս պատմեցին, որ կա պոնի ձիու տեսակից կղանքից պատրաստված ինչ-որ մասնիկներ, որոնք որ պացիենտները փորձում են։ Իհարկե հասկանում եմ ճարահատված մարդը, որ ուղղակի տենչում է ապրել, ամեն մի հույսից, փրփուրից, շողից, լույսից փորձում է կարճել, բայց դրանք այդքան արդյունավետ եւ ապացուցված բժշկության կողմից չեն։ Եթե ինչ-որ մեկն էլ կլինի, որ գուցե մեր հաղորդումը նայ ասի, այ մեր այսինչ ծանոթը գնաց, այսինչ խոտաբույսը խմեց եւ լավացավ, ես կարող եմ ասել, որ դա ոչ թե այդքան այդ խոտաբույսը կարող է նրան օգնած լինել, այլ մարդու մեջի հավատը, որովհետև եթե մարդը հավատում է իր բուժմանը, եթե մարդը հավատում է բժշկին եւ այն միջամտությանը կամ դեղորայքին, որը որ կարող է նրան օգնել, նա շատ ավելի մեծ շանսեր ունի առողջանալու, լավանալու կամ կլինիկորեն նրա վիճակը թեթևացնելու, քան թե այն պացիենտը, որ չի հավատում բժշկին, դեղորայքին, վիրահատական բուժմանը, եւ մեծամասամբ, որպես վիրաբույժ կարող եմ ասել, այն պացիենտներ, ովքեր որ թերահավատ են, վատատես են, նվնվան են, հետվիրատական շրջանում ցավոք հենց նրանց մոտ էլ որոշակի խնդիրներ առաջանում են, այսինքն այն էներգիան, որ մարդը ունի իր մեջ, որ նա հավատում է բժշկին եւ բուժմանը եւ նա տրամադրված է, օգնում է բուժման process-ին, շատ կարեւոր է։ Լյարդի ուռուցքների առաջացման պատճառը ո՞ր հիվանդություններ են հանդիսանում։ Լյարդի ուռուցքների առաջացման մեջ շատ կարեւոր է հասկանալ, որ կան վիրուսները, հեպատիտ B-ն, որոնք որ թիրախավորված վնասում են լյարդի բջիջները, ալկոհոլը, ինչպես արդեն նշեցի, ճարպակալումը, թունավոր տարբեր նյութեր, օրինակ բորբոսասնկերով պարունակվող այդ ալֆա-տոքսին նյութը կոչվողը, օրինակ կարող է տանը մայրիկները, հա, ունենան սննդներ, սննդային ինչ-որ մնացորդներ, որոնք որ հացը բորբոսնել է, պանիրը բորբոսնել է, նրանք մտածեն, որ հա դե ինչ ա եղել, օրինակ, հա, այս պանիրը այդքան էլ վտանգավոր չէ, կամ այդ բորբոսնած մասը կամ ապակյա տարան բացեն, տոմատի ենթադրենք, վերևի շերտը նետեն եւ մնացածը օգտագործեն, մենք պետք է հստակ հասկանանք, այն բորբոսասնկերը, որոնք որ առաջացել են մեր տնային պայմաններում, սառնարաններում, ոչ նպատակային, հա, բորբոսասնկերով պատրաստված, օրինակ պանիրների տեսականու մասին է խոսքը։ Այդ բորբոսասնկերի մեջ այն թույները, որոնք որ անցնում են մեր օրգանիզմ, կամ նույնիսկ այն կենդանիները, որոնք այդ բորբոսասնկերով սնվել են եւ այդ կենդանիներով մենք ենք սնվում, մեր լյարդում այդ տոքսինները աստիճանաբար դանդաղ կուտակվելով ի վերջո կարող են վերածել ուրեմն չարվորակ փոփոխությունների։ Հետևաբար առաջին տեղում, եթե դիտարկենք, դրանք վիրուսներն են, երկրորդ տեղում ճարպակալումը, այնուհետև գալիս են որոշակի բորբոքային հիվանդություններ եւս կարող են երկար ժամանակ մնալով քրոնիկ բորբոքումը ինքը կարող է վերածել լյարդի չարվորակ ուրեմն ուռուցքների։ Օրինակ, լեղապարկում կա քար, բորբոքում, քրոնիկ տարիներ շարունակ մարդը չի դիմում բժշկի, չի վիրահատվում, ցավերին դիմանում, խմում տարբեր ցավազրկողներ, իսկ այդ անընդհատ քրոնիկ բորբոքումը լեղապարկի պատի բորբոքումը վերածվում ուռուցքի, լեղապարկի
լեղապարկի պատի ուռուցքի, իսկ այդ լեղապարկի պատի ուռուցքն էլ ներաճում է դեպի լյարդ, եւ մենք ունենում ենք արդեն լյարդի մետաստատիկ, ներաճում լեղապարկից ցակած ուռուցք, որը ներաճեց դեպի լյարդ։ Իսկ ընդհանրապես ուռուցքները լյարդի բաժանում են երկու մեծ խմբի։ Ուռուցքներ, որոնք հենց առաջանում են լյարդում, լյարդի բջիջներից առաջացած ուռուցքներ, դրանք կարող են լինել հեպատոցելյուլյար կարցինոմաներ, այսինքն հենց լյարդի բջջից է առաջացել, կամ խոլանգիոցելյուլյար կարցինոմա, երբ որ լեղատար ծորանից է առաջացել ուռուցքը, եւ այլ մետաստազներով պայմանավորված, այլ աղիների մետաստազներ, այլ ուռուցքային պրոցեսների մետաստազներ, հիմնականում մարսողական համակարգի բոլոր օրգանների մետաստազները անցնում են դռներակային համակարգով դեպի լյարդ, եւ դա է հենց պատճառը, որ հաճախ օրինակ կոլորեկտալ մետաստազը հենց առաջին հանդիպում է լյարդում։ Հետևաբար, եթե մենք վաղ նույնիսկ հայտնաբերենք առաջնային լյարդի ուռուցքը եւ կախված նրա տեղակայումից, չափսից, նրա ուրեմն պրոցեսի կողքի հարակից օրգանների եւ անոթների ստրուկտուրաների ներաճից վաղ հայտնաբերենք եւ կարողանանք ամբողջությամբ հատել, վիրահատել, հեռացնել, ապա կարող ենք շատ լավ արդյունքներ ունենալ։ Ինչ վերաբերում է մետաստատիկ ախտահարումներին, կարող են լինել երկու տեսակ։ Մեկը, որ դու վիրահատում ես առաջնային ուռուցքը, օրինակ հաստաղիկում կար ուռուցք, եւ այն մետաստազ էր տվել դեպի լյարդ։ Միաժամանակ հնարավոր է իրականացնել նույնիսկ երկու վիրահատություն, եւ հաստաղիկի ուռուցքը վիրահատել եւ ուրեմն վերացնել նաեւ լյարդի մետաստատիկ ախտահարում։ Որոշ դեպքերում այդ արդեն կախված նաեւ օնկոլոգի վիրաբուժի են թումորբորդ ուռուցքային թիմի քննարկումից անհատական է որոշվում ամեն պացիենտի համար։ Գուցե կարող է միայն վիրահատվում է սկզբում հաստաղիկը, անցնում է որոշակի քիմիոթերապիա, դեղորայքային բուժում, նոր հետո լյարդի վիրահատություն։ Նաեւ կախված է պացիենտի վիճակից։ Արդյոք նա կտանի այդ վիրահատությունը մեկ վիրահատություն, թե երկու վիրահատություն, ավելի ծավալային վիրահատություն, ամեն ինչ ինդիվիդուալ է, բայց միևնույն է, ոնց էլ պտտվենք, նորից գալիս ենք այն կետին, որ եթե մենք վաղ հայտնաբերենք օջախը, ուռուցքը, բարի է թե չար է, արդեն հստակեցնենք, շատ ավելի հեշտ կարող ենք նրան բուժել։ Հեպատիտներից խոսեցիք, A, B, C բոլորն էլ հանդիպում են։ Հեպատիտ A-ն ավելի ալիմենտար ծագման է, նա այդքան էստեղ բնորոշ չէ, այսինքն նա սուր սկիզբ է ունենում եւ անցնում է, իսկ հեպատիտ B-ն եւ C-ն այնպիսի վիրուսներ են, որոնք որ թիրախավորված վնասում են լյարդի բջիջները եւ փառք Աստծո այսօրվա դեղորայքային բուժումը այնքան լավ արդյունքներ է հասել, որ մեծամասամբ կախված իհարկե իրենց գենոտիպից հեպատիտ B-ն եւ C-ն բուժելի են։ Առավել եւս C-ն շատ լավ բուժման արդյունքներ են ունենում։ Հետևաբար, եթե նույնիսկ մարդը ինչ-ինչ պատճառներով, իհարկե արյան կոնտակտի հետ կապված, վարակվել է հեպատիտ B-ով եւ C-ով, դա դատավճիռ չէ։ Եթե նա վաղ շուտ հայտնաբերվի, այսինքն երակից արյուն հանձնվի տարին մեկ անգամ կամ այն դեպքերում, որտեղ որ կասկածելի ռիսկ գոյություն ուներ, կար, միջամտություն է անցել, որևիցե անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել կամ ես չգիտեմ, տարբեր ասեղներից միջամտություններից օգտվել է, տարբեր ուրեմն պատճառներով, ուրեմն եթե նա սկրինինգ անցնի եւ վաղ հայտնաբերվի, ապա կարելի է բուժել դեղորայքով վիրուս այնպես, որ այլևս լյարդին այնպես չթիրախավորեն, չվնասեն, որ լյարդի ցիրոզ չառաջանա, որովհետեւ ցիրոզն էլ որպես վերջին ստադիա սկսում է սկզբից ֆիբրոզով, շարակցական հյուսվածքը կուտակվում, անցնում է իր փուլերը F1, F2, F3 եւ արդեն F4-ը ֆիբրոզի 4-րդ ստադիան նոր վերածվեց ցիրոզի։ Եթե վաղ հայտնաբերենք վիրուսը, վերացնենք եւ ինքը իմանա, որ իրան այդ վնասակար գործոնները չի կարելի, ալկոհոլ չի կարելի, դեղորայք եւ այլն, ապա ուրեմն կկանխի ցիրոզի առաջացումը։ Հենց ցիրոզն էլ այդ հեպատիտներն էլ ուռուցքը առաջացնում են, դա վերածում է քասկեղի ու այդ դեպքում նոր փոխպատվաստում է։ Այո, շատ լավ հարց եք բարձրացնում, ուրեմն երկար ժամանակ հեպատիտ C-ով, B-ով պացիենտները, ովքեր որ մնում են առանց բուժվելու, նրանց լյարդ հաղթահարվում է վերածվում լյարդի ուռուցքի։ Ցիրոզից հետո լյարդի ուռուցք կարող է առաջանալ։ Այսպես ստատիստիկա կա, որ ամեն տարի 5%-ով ավելի մեծ է դառնում հավանականությունը, որ տվյալ մարդը, որը չի բուժվել, ցիրոզը կվերածվի լյարդի քաղցկեղի։ Իսկ լյարդի ցիրոզով պացիենտների վերջնական բուժումը համարվում է լյարդի փոխպատվաստումը։ Բայց այստեղ մենք պետք է ցուցումների մասին, երբ որ լյարդի փոխպատվաստման խոսենք, հասկանանք, որ չպետք է ավելի շուտ սկսել փոխպատվաստումը, քան դեռևս լյարդաբանները կարող էին դեղորայքով պացիենտին պահել, լյարդի բջիջները ակտիվացնել, ուժեղացնել եւ կոմպենսատոր մեխանիզմներով աշխատել։ Այսինքն մենք ցուցումը կդնենք այն ժամանակ, եթե մարդ առանց փոխպատվաստման նրա ապրելիությունը ավելի քիչ կլինի, քան 1 տարին է։
հա։ Իսկ ինչ վերաբերում է ուռուցքներին, հատկապես հեպատոցելյուլյար կարցինոմաների, ապա այստեղ կա դասակարգում, ինչ չափսի է ուռուցքը, քանի հատ են ուռուցքները, արդյոք դրանք վիրաբուժական եղանակով հատել ուղղակի հեռացնել հնարավոր չէ, նոր դիտարկենք որպես փոխպատվաստման պացիենտներ։ Եթե պացիենտը ըստ օրինակ Միլանյան կրիտերիայի, հա, ունենք մեկ ուռուցք մինչև 5 սանտիմետր կամ 3 տարբեր ուռուցքներ, բայց նրանց տրամագիծը ամեն մեկին առանձին չի գերազանցում 3 սանտիմետր, ապա նման պացիենտը կարող է դիտարկվել որպես լյարդի փոխպատվաստման թեկնածու։ Բայց եթե մենք ունենք բազմաթիվ լյարդում օջախներ, մեզոստատիկ ախտահարումներ կամ ուղղակի հենց ներլյարդային ուռուցքներ, բայց բազմաթիվ 3-ից շատ ավելի, եւ ուռուցքը ներաճում է հարևան օրգան, ուռուցքի արտալյարդային լյարդից դուրս տեղակայումներով նաեւ ներաճումներ կան, ապա նման պացիենտին փոխպատվաստում անել էլ հնարավոր չէ, որովհետեւ աշխարհում ստատիստիկ տվյալներն ասում են նման պացիենտին, եթե նույնիսկ վիրահատվի, նրա ապրելիությունը փոխպատվաստում անցած թե չանցած գրեթե իրարից չի տարբերվելու։ Հետևաբար արդարացված չի այդ կրիտերիաներից դուրս փոխպատվաստում դիտարկել։ Ավելի հաճախ իհարկե աշխարհում ցուցված է լյարդի ցիրոզով պացիենտների փոխպատվաստումը եւ հենց մեծամասամբ մոտ 50-60%-ը ամբողջ աշխարհում հենց ցիրոզներով պացիենտներին են անում։ Որոշակի խումբ է կազմում նաեւ ալկոհոլի ֆոնին զարգացած ցիրոզով ուրեմն պայմանավորված փոխպատվաստումները, բայց այստեղ եւս շատ կարևոր հանգամանք կա, երկու կարևոր հանգամանք։ Մեկը, որ պացիենտը ալկոհոլային ցիրոզով ուրեմն պայմանավորված մինչև փոխպատվաստում գնալը առնվազն 6 ամիս բացարձակ ալկոհոլ պետք է օգտագործած չլինի, եւ մենք վստահ պետք է լինենք, որ հետ փոխպատվաստումային շրջանում եւս նա ոչ մի կաթիլ ալկոհոլ չի օգտագործելու, այլ պարագայում բուժումը որպես այդպեսին ընդհանրապես իրեն օգուտ չի տա։ Հաճախ եք բախվում այդ խնդրին փոխպատվաստման շատ են դեպքերը։ Մինչ օրս դուք արդեն նշեցիք 2019 թվականից ենք մենք սկսել իրականացնել, հա, առաջինը հենց աստղիկ բժշկական կենտրոնում ենք իրականացրել, կատարել ենք թվով 8 լյարդի փոխպատվաստում։ Պացիենտները կան, բավականին շատ ցիրոզով պացիենտներ լինում են, բայց նրանց հետ դեռևս լյարդաբանները կարող են աշխատել, այսինքն դեռևս նրանք վերջնական ցուցման չեն, հա, կան տարբեր դասակարգումներ, ըստ որի որոշվում է, որ այս լյարդով պացիենտի մոտ ապրելիությունը, կյանքի որակ ավելի վատը կլինի կամ չի լինի, իսկ այս մյուսինը կլինի։ Մոտ մի 50 հոգի, որոնք որ մենք գիտենք, որոնք ցուցված են եւ ունեն, նախնական մենք ունենք այսպես ասած waiting list, սպասողների ցուցակ, բայց մի քանի խնդիր կան։ Ոմանք չունեն դոնոր, ոմանք ունեն դոնոր, բայց դոնորը անհամապատասխան է, այսինքն պետք է լինեն դոնորի ու ռեցիպիենտի, հա, մենք կատարում ենք կենթանի դոնորից փոխպատվաստում, պետք է լինեն համապատասխանություններ։ Որոշ դեպքերում ֆինանսական խնդիրներ են, որոշ դեպքերում դոնորը ինքը համաձայն չի լինում, կամ չէ, ավելի շատ ռեցիպիենտը համաձայն չի լինում, որ օրինակ իր որդին կամ դուստրը հանդես գա իրեն որպես ուրեմն դոնոր։ Մեր մենտալիտետին ավելի բնորոշ է, որ ծնողը պատրաստ է իր սիրտը, հոգին, ամեն ինչը տա երեխային, բայց երբ որ գալիս է երեխայից վերցնելու, հա, օրգանի մի մասը թեկուզ վերցնելու պահը, որոշ ուրեմն խնդիրներ առաջանում են, ասում ավելի լավ է այս մահանամ, քան թե իմ երեխայից թեկուզ լյարդի մի մասը վերցնեմ։ Իսկ ընդհանուր առմամբ այո, պացիենտներ կան եւ ներկայումս էլ մենք ունենք մի քանի պացիենտներ, որոնց որ հետազոտում ենք եւ արժեվում նախապատրաստում ենք լյարդի փոխպատվաստման։ Ընդհանրապես լյարդի փոխպատվաստման դոնոր լինում է երկու տեսակ։ Կենթանի դոնոր, երբ որ լյարդի մոտ 60%-ը մենք մասնահատում ենք, վերցնում ենք, 40%-ը մնում է դոնորին, եւ ուրեմն դիակային դոնորություն, երբ որ մարդու ուղեղը մահացել է, արձանագրվում է այլ մասնագետների կողմից դիակային մահը, ուղեղի մահը, նյարդաբան, ռեանիմատոլոգ, ռադիոլոգ, հոգեվորական կարա լինի, իրավաբան կլինի, անկախ մասնագետներ, մենք տրանսպլանտ վիրաբույժներս իրավունք չունենք այդ թիմի մեջ լինենք։ Հայաստանում օրենքը կա 2002 թվականից եւ կենթանի դոնորից եւ դիակային փոխպատվաստումից, բայց մինչ օրս Հայաստանում դեռևս չի կատարվել դիակային փոխպատվաստում, որովհետեւ շատ դեռևս ուրեմն օրենքների, կարգավորումների, հանձնաժողովների հարցեր ունենք եւ ամենակարևորը, որ մեր ազգը դեռևս պատրաստ չէ դա ընկալել։ Ինչու, որովհետեւ ռեանիմացիայում պարկած պացիենտը ու մոտ ուղեղի մահ է գրանցվել, սիրտը դեռևս բաբախում է, ապարատի տակ, դեղորայքի ազդեցության տակ, հա, ճնշումը բարձրացնող կամ
սրտի ռիթմը խթանող դեղորայքի ազդեցության տակ եւ պացիենտի հարազատները երբ որ տեսնում են պացիենտին նույնիսկ անգիտակից կոմատոզ այդ վիճակում ուղեղի մահ արձանագրված կարծում են որ սիրտը եթե աշխատում է ուրեմն մարդը ապրում է հա իսկ աշխարհում արդեն դա բավական երկար տարիներ առաջ գրանցված է ամրագրված է որ եթե մարդու ուղեղը մահացել է այլևս նա ի վիճակի չէ իր կենսական ֆունկցիաներ իրականացնել դա համահավասարազորված է կենսաբանական մահվան հետ Ես կարծում եմ որ տարիներ անց վստահ եմ որ Հայաստանում եւս լինելու է կենթանի դոնորից բացի նաեւ դիակային փոխպատվաստումը եւ այս պարագայում մի մահը, որը որ ցավոք սրտի երիտասարդ հենց տարիքում է տեղի ունենում անսպասելի ինչ որ վթարից, բայց կարող է մեկի մահը մեկ այլ 8 տարբեր մարդկանց կյանք փրկել Այստեղ հոգեբանական խնդիրներն են շատ կարևոր, էթիկական խնդիրները, շատ կարևոր է, որ մեր բնակչությունը, ազգաբնակչությունը բժշկի եւ բժշկական թիմերի նկատմամբ այն հավատը ունենա, որ որևիցե մի խախտում, որևիցե անհնար է նման դեպք լինի, որ մարդու մոտ ուղեղի մահ չի արձանագրվել, սակայն նրան որպես դիակային դոնոր վերցնում են եւ օրգանները տեղափոխում են, բայց այդ խնդիրները միջև դրան հասնել բավականին երկար ու դժվար տարիներ են անցնում եւ ես աշխարհի տարբեր երկրներում վերապատրաստումների ընթացքում երբ որ հարցնում եմ դուք երբ սկսեցիք, ինչպես սկսեցիք, բոլորի մոտ էլ եղել են դժվարություններ եւ անգամ կենտրոններից մեկի տնօրենը ինձ պատմել, որ ասում է, երբ որ մենք սկսեցինք առաջին անգամ իրենց երկրում իրականացրեցին, ասում է Ինչ լինում էր այդ իրենց պետությունում, մեկը կորավ, մեկ անհայտ ինչ որտեղ անհայտացավ, ասում է ոնց որ թիրախավորվում էր անընդհատ օրգանների փոխպատվաստման կենտրոնը, որ այ երևի գողացան օրգանները, տարան, վաճառեցին, վերցրեցին։ Այս խնդիրները շատ այնքան պետքա հստակ եւ բոլորի համար հավատալի եւ հստակ կասկածի տեղիք չլինի, որ հավատը դեպի բժիշկը եւ հավատը դեպի բժշկական թիմը 100%-անոց լինի եւ մարդը գիտակցի, որ եթե իմ բարեկամը հասկանալի է, դժբախտ դեպք է պատահել, այլևս նա չկա, կենսաբանական մահին համահավասարազոր է ուղեղի մահը, բայց մահվան փոխարեն աղբամանում հայտնվելու փոխարեն, հա, նրա օրգանները կարող են տարբեր այլ մարդկանց օգուտ տալ եւ կյանք փրկել, ինչու ոչ կարելի է դրան դիմել։ Ես հավատում եմ ամեն դեպքում, որ օրերից մի օր Հայաստանում եւս դա կիրականացվի, բայց քանի որ դեռևս դա չկա, իսկ մեր պացիենտները մինչ փոխպատվաստումը Հայաստանում իրականացնելը կամ պետք է մնային տառապեին միջև իրենց կյանքի ուրեմն վերջին փուլերը լյարդաբանների հսկողության տակ վատացում, պրոգրեսիվ ընթացք եւ մահ, կամ պետք է շատ մեծ գումարներ ծախսեին արտասահմանում գնալու եւ իրենց բուժումը ստանալու Իսկ արտասահմանում գնալու պարագայում այնպես չի որ գնում ես ու միանգամից քեզ այդ օրգանը հտրամադրում են, հա, դու գրանցվում ես այդ սպասողների ցուցակում եւ մոտավորապես 5 պացիենտից մեկին կարող է հասնի իր բաղձալի օրգանը, որովհետեւ սպասողների ցուցակը շատ է։ Նույն Ամերիկայում մոտ 105,000 հոգի սպասում են իրենց ուրեմն ցանկալի օրգանին, բայց նրանցից ոչ բոլորն են ունենում իրենց համապատասխան օրգանը։ Ով որ վճարունակ է նա։ Այստեղ այդքան շատ վճարունակը չէ, ինչքան որ եթե կան օրինակ 100 հիվանդ լյարդի ցիրոզով եւ հայտնաբերվել է մի օրգան, որը որ կարող է տրամադրվել, պետք է տրամադրեն նրան, ով որ ավելի քիչ ժամանակ ունի ապրելու եւ սպասելու ժամանակ չունի։ Հա, իսկ եթե օրինակ Հայաստանի բնակիչը գնում է Եվրոպա եւ այնտեղ սպասողների ցուցակում հերթագրվում է, սկզբից Եվրոպայում ապրող քաղաքացուն է տրամադրվելու, եթե այդ օրգանը որևիցե մեկին չի համապատասխանում, նոր տրամադրվելու է երրորդ կարգի երկրին, հա, երկրի բնակչին։ Հետևաբար շանսերը գնալ եւ արտասահմանում հասնել փոխպատվաստման ավելի դժվար է։ Իսկ այն երկրները, որոնք որ ունեն դիակային փոխպատվաստում եւ դա բավականին մեծ ֆինանսական ծախսերի հետ է կախված, մոտ 160-200,000 $, ապա այդ պացիենտները գուցե ավելի շուտ կարողանան հասնել, բայց նման գումարներ հայթայթելը, գնալ, բուժվելը եւ հետ վերադառնալ լիքը խնդիրներ են, որոնք որ ոչ բոլորին են հասանելի, հա։ Հետևաբար ես գտնում եմ, որ Հայաստանում այս փոխպատվաստումը որպես նոր սկսվող ճյուղ շատ լավ է, շատ օգտակար է մեր բնակչության համար եւ հավատում եմ, որ մեր թիմը, լյարդի տրանսպլանտ թիմը
իր բոլոր ներուժով, իր բոլոր տրանսպլանտ թիմի անդամներով նվիրալներ են իրանք պիոներներ են, մեզնից յուրաքանչյուրը ուղղակի ուզում է մարդկանց օգնել եւ այստեղ որևիցե շահադիտական նպատակը չի առաջին տեղում, այլ հենց մարդասիրական օգնությունն է կարևորը։ Ինչու են 60%-ը վերցնում, ոնց որ դոնորին քիչ եք թողնում։ Ահա, շատ լավ հարց է։ Տեսեք, ուրեմն լյարդը ունի երկու բիլդ՝ աջ եւ ձախ։ Ձախն ավելի փոքր է, աջ ավելի մեծ։ Պացիենտը, որպիսի ռեցիպենտի մոտ, որպիսի դու տանես այնպիսի բավարար չափի լյարդ, որը իրեն կբավականացնի, պետք է լինի այդ ռեցիպենտի քաշի 0.8%-ը։ Դա մոտավորապես հենց աջ բլթի չափսն է կազմում, եւ մենք մեծահասակների մոտ վերցնում ենք աջ բիլդը դոնորից։ Իսկ եթե երեխա է լինելու, ապա երեխայի մոտ կվերցվի ձախ բիլդը, մայրիկից կամ հայրիկից կվերցվի ձախ բիլդը եւ կտեղափոխվի ուրեմն բալիկին փոխպատվաստում իրականացնելու։ Դա նրա համար է, որպեսզի բավական լինի այդ վերցված լյարդը եւ ռեցիպենտին, իսկ 35-40%-ը բավարար է նաեւ դոնորին, որովհետեւ լյարդը շատ լավ ռեգեներացիոն հատկություն ունի, նա 2-3 ամսվա ընթացքում վերականգնվում է, չափսերով սկսում է մեծանալ, նախկին լյարդի չափսին վերածվել եւ կարողանում է բավարարել իր ամբողջական լյարդի ուրեմն ֆունկցիաները։ Հետևաբար եւ դոնորը եւ ռեցիպենտը ունենում են մեծ երկու տարբեր լյարդեր։ Այսինքն դոնորը չի դժում։ Ոչ, դոնորը չի դժում։ Միջև դոնոր դառնալը մենք կատարում ենք դոնորի եւ ռեցիպենտի մի շարք հետազոտություններ։ Առաջնահերթը մեզ համար լինում է իհարկե դոնորը, որովհետեւ առողջ մարդուն վերցնել եւ թեկուզ իր ամենահարազատ մարդու համար տանել վիրահատական միջամտության եւ ունենալ որոշակի բարդություններ, վտանգներ, իհարկե ռիսկերը կան, բայց դրանք պետք է տրանսպլանտ թիմի կողմից հասցվեն մինիմալի։ Ընդհանրապես աշխարհում կա ստատիստիկ տվյալ, որ 0.5% դեպքերում անգամ դոնորը կարող է մահանալ փոխպատվաստում իրականացնելու ընթացքում կամ հետո, բայց այն հետազոտությունները, որոնք որ մենք կատարում ենք եւ մանրակրկիտ ուսումնասիրում ենք, մենք նվազագույնի ենք հասցնում, եթե չասեմ բացառում ենք, բայց եթե կասկածելի է, եթե լյարդի անատոմիան լավը չի, եթե մնացորդային լյարդի ցավալը հենց իրեն դոնորին չի բավականացնի, ուրեմն այդ վիրահատությունը չի իրականացվելու։ Առաջնայինը միշտ լինում է առողջ մարդը դոնորը, բայց եթե կարող ես դոնորին առանց վնաս հասցնելու վերցնել օրգանի մեծ մասը եւ փրկել նաեւ նրա հարազատին, ինչու ոչ, ուրեմն պետք է դա անել։ Առաջին լյարդի փոխպատվաստման օրը հիշում եք, ինչ զգացողություն։ Իհարկե հիշում եմ, դա շատ տպավորիչ օր էր, ապրիլի 24-ների միջայլոց 2019 թվականի, օրի ընտրությունն էլ գուցե պատահական էր, գուցե նաեւ համընկել էր, բայց այն կարծիքները բաժանված են երկու մասի, որ լավ որ չեք ընտրել, որ եղեր ցեղասպանություն, տխուր ինչ որ հուշ, բայց մյուս կողմից էլ մենք սնահավատ չենք եւ ընտրել ենք այնպիսի օր, որ ոչ թե մենք անընդհատ լաց ենք, տխուր դեպքը որպես մեզ հիշատակենք, այլ որ մենք որպես փյունիկ կրակներից կարող ենք հառնել, որ մենք կարող ենք մի նոր ճյուղ վիրաբուժության մեջ զարգացնել եւ հաջողության հասնել։ Այո, անցել է դրանից արդեն 6 տարի, մեր պացիենտը բավականին լավ է իր անցքում, տատիկա, թորնիկներ ունի, իր կենցաղն է վարում եւ ուրեմն բարբերաբար գալիս է հետազոտությունների։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանի հետ։